ինչի մասին ես հիմա բարձրացնելու եմ, դա ձեռնտու էր միայն իշխող ուժին եւ ոչ ընդդիմությանը եւ այսպես ուրեմն անճշտությունների գումարային չափը թեթի անճշտությունները չգիտեմ ում էր ձեռք տալիս իշխող ուժին ես այդպես եմ գնահատում 1509 0.1% մասնակիցների անվավեր քվեաթերթիկների թիվը աստղերին է հասել 17097 հետո 850 մի վարքյան 859-ով պակասել է դարձել է 16138 օրինակ գիտեք որը կարող է անվավեր լիներ իդեպ ընդդիմադիր դաշինքներից ներկայացնող փաստաբանները հարց են տալիս կենտրոնական ընտրականին ասում են այդ անվավերը օրինակ որ ունեք թե որքանն է ծալած, քանի հատնա ծալածով անվարում է, չէ մենք չունենք վիճակագրություն եւ դրա կարիքը չի եղել։ Օրինակ ես կարամ ասեմ, որ այդ 16138-ից 16000-ը հենց տեսել են ընդդիմությանը, ասես ծալել են ու վերջ։ Ուրեմն ոչ մի նշում ոչ մի բան։ Երբևէ չգիտեմ, այսպեսի բան եղել է մեր պատմության մեջ։ Ոչ չի եղել։ 17000, հա։ Ոչ չի եղել։ Չի եղել 5000 է եղել նախորդում։ 2021-ին 5000։ Ես իրավունք ունեմ ասելու, որ անվավեր քվեաթերթիկների թիվը, որը այս պահին 16138-ը ձեռք է տալիս միայն իշխանությանը, իշխող խմբակցությանը, որը 1.15% է մասնակիցների, անցնում ենք առաջ։ Ուրեմն քաղաքացիների անձնագրերը նույնականացնող սարքերը չեն ճանաչել վավերացման կամ նույնականացման փուլում 80000 քաղաքացու անձնագիր չեն ճանաչել։ Այսինքն դեռ հարց անդեղ երբ որ մեկը գնում է ու չի ճանաչում, այդ ինքն է իր անձնագիրն է, իր ազգանու կա թե չկա։ Դե չեն ճանաչել, բայց ասել են մի հատ թղթով ստուգենք բան, այսպես շարունակ ասել են հա դու ես, Պողոս դու ես։ Եվ Պողոսը քվեարկելու դուրս եկել։ Ես իրավունք ունեմ գնահատելու, որ այդ 80000-ը գնացել է իշխող խմբակցությանը։ Ումա ձեռք տալիս։ Հայերեն ասած կամու վիգտնա։ Միայն իշխող 80000 թիվա չէ, կազմում է 5 ու 4